որ իմիջիալոց շատ նման են այս առումով, ճիշտ չգիտեմ, արյունակցական կապ ունեն, ազգակցական կապ ունեն Ալիևի հետ միասին, թե ոչ, տեսեք ուրեմն ինչ է անում, արցախցիները շատ լավ գիտեն, մենք էլ որ Արցախում շատ հաճախ ենք եղել, հյուրանոց է իբրև թե բացում, գիտեք ինչ է անում պարոն Բագրատյան, ասենք պատուհանները փոխում է, դրսից մի հատ ներկում է եւ հանդիսավոր ներկայացնում է Ալիևը, ես Արցախում բացեցի նոր հյուրանոց, զինվորական ինչ որ մի բան է բացում, չգիտեմ, այնտեղ ասֆալտապատում է, իրենց հաճելի գույնով պատերը ներկում են, սենյակները ներկում են, ասում են մենք նոր այսպես բացեցինք։ Ինչ որ անում է Նիկոլ, էլի իրականում ոչինչ չի անում, բացի այն որ վարչության պետի տեղակալի կամ գյուղապետի քարտուղարու մակարդակի, ասենք մանկապարտեզը ներկելու գործից են կողմ Նիկոլը բան չի անում, դա ասենց հանդիսավոր ներկայացնում են։ Եվ նաև շատ դանդաղ է բնակեցնում զավթված գրաված Արցախը։ Ինչու, պարոն Բագրատյան։ Իմ խորհրդամոզմամբ իրենք Արցախը, չեմ ասում 100%-ով ամբողջությամբ։ Ասում են մոտավորապես 7-ից 8000 է կարողացել այս ընթացքում, եւ շատ դանդաղ է։ Պատասխանում եմ ձեզ։ Ինձ թվում է Արցախը իրենք որպեսզի հետագայում նորից հայերի ձեռքը չանցնի, իրենք Արցախը կվերածեն ռեգիոնում ամենախոշոր ռազմական բազայի։ Եվ Թուրքիայի եւ Իսրայելի մասնակցությամբ, այո։ Որովհետեւ իրանք հայերից չեն վախում, որ հայերը կգան, հայերը չգալու լավ ձև ունեն իրանք կփորձեն պաշտպանել Փաշինյանին ու ԿՊ-ին, որ նա ընտրություններով անդադ վերարտադրվի։ Բայց Իրանը կարող է վերցնել։ Հասկանում եք։ Ինչ Արցախը եղել է եւ Իրանի եւ Ռուսաստանի դիրապետության տակ։ Ռուսաստանը կարող է վերցնել։ Հասկանում եք, այնպես փոփոխություն են լինում, որ կզարմանաք։ Հələ նայեք, ասենք 18-րդ դարի վերջին, երբ որ աղա Մահմեդ խանը գրավեց Թիֆլիսը, նրա հրոսակները հրոսակ ենք մենք անվանում, որովհետեւ բավականին մեծ վայրենություն էին ունեցել, նրանք իդեպ քաջարներ էին մեծ մասամբ, բայց շիիտ քաջարներ էին, էլի։ Հետո եկան Հասան բան, Նադիր Շահը, աղա Մահմեդ խանը ճանաչեց Ղարաբաղի մելիքություններին, տվեց յարլիկ, տվեց նրանց բան, վստահագիր, որ կառավարեն երկիրը։ Բայց հետո հանկարծ Պասխաստանը անետանում է, գալիս է Ռուսաստանը, թվում է թե գալիս է Հավերժ, հանկարծ Ռուսաստանը անետանում է, այս բոլորը կարող փոխվեն։ Այս բոլորը կարող է փոխվել։ Պրոբլեմներ կան Թուրքիայի հետ կապված, Թուրքիայում շարունակում է սրընթաց ավելանալ քուրդ բնակչության տեսակարգաշիռը, որը այսօր արդեն կազմում է 35%։ Հասկանում եք, այս բոլորը կարող է փոխվել։ Երբ որ ես ասում եմ վախենում են Արցախը նորից հանձնելուց, անպայման չի որ հայերին հանձնեն։ Հայերը կարող են փոխվել իվերթո հայերը կարող են, չէ՞, ունենալ տղամարդ ղեկավարներ, այսինքն համարձակ ղեկավարներ, որոնք մտածում են Հայաստանի մասին, Հայաստանի շահերի մասին, չեն բարբաջում իրական Հայաստանի ինչ-որ թեզերով։ Այնպես որ այնտեղ կլինի ուրեմն ռազմական բազա։ Իդեպ Մոսկվայում էլ ինձ ասեցին, որ այստեղ կան ճիշտ է շատ հայտնի ադրբեջանցիներ, որ ասում են մեր տուն ենք ունեցել պապերս չգիտեմ ինչ, Ջեբրայիլում եւ ինչ որ տեղեր, ասում են մեզ հնարավորություն չեն տալիս գնալ։ Եվ այդպես ասում են, որ հիմնականում Իսրայելի ռազմաբազաների համար է այդ ամեն ինչը փաստորեն։ Այդտեղ պետք է կառուցվի հզոր մի կետ։ Ինքը դիրքն է լավ է, լեռնային է դիրքը։ Իշխում է տարածաշրջանի նկատմամբ հզոր մի կետ, որ կվերահսկի եւ Հայաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը։ Եվ թուրքական աշխարհը Ղարաբաղի տարածքում կստացի հզոր ռազմաբազա, սա իմ ենթադրությունն է։ Դա նշանակում է, որ պետք է այնտեղ ունենալ այնքան բնակչություն, որքանը հերիք է, որ այդ ռազմաբազայի կարիքները հոգան։ Ես մարգարե չեմ, կարող եմ սխալվել։ Խաչիկյանն էր կարծեմ ասել, բայց շատ դիպուկ, որ չեք գտնի երկրորդ ժողովուրդը, որ իր ժողովրդի մի հատվածին կհանձնի թշնամուն, իր տարածքները կտա թշնամուն եւ բանաձևումը հետեւյալն է, որ կուշտ փորով հաց ուտենք, տանք, որ լավ ապրենք։ Հիմա տեսեք, օրինակ Ալենը 2 օր առաջ ասելա, որ չեք գտնի մի մարդ, որ ասի մենք հիմա ավելի վատ ենք ապրում։ Այս խայտարակ թանկացումները, չգիտեմ, հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք եւ այլն։ Հիմա ինչ ունեք ասելու հայ ժողովրդի այն հատվածին, որ ասում էր Արցախը բեռ է, տանք, որ լավ լափենք, ուտենք, կշտանանք, մեր որովայնը լցնենք։ Ըստ էության կոպիտ եմ ասում, բայց դա էր։ Հիմնականում այն տականք շերտը ապրում էր դրանով, ընդ որում այս փոքր երկրում։
Հիմա տեսեք, ես նայում եմ։ Անժելա ջան, ասեցի լավ ապրելուց։ Հիմա խոսենք մի րոպե, խոսենք, այդ Ալենին էլ ասենք, մյուսներն էլ։ Հանգիստ հիմա լսի։ 3 օր առաջ եմ ներկայացրել թվերը։ Հայաստանի Հանրապետության մեկ շնչին ընկնող հնան 90 թվին եղել է $2475։ 23 թվին 23 թվի արդյունքներով դարել է $21840։ Նույն Վրաստանը 90 թվին սրանք համաշխարհային բանկի տվյալներն են, եղել է 6000, 2.5 անգամ ավել։ 23 թվին եղել է 23000, համարյա մեր հավասար։ Ըստ որում այս ընթացքում 95-ից 2005 թիվը Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան ավելի բարձր, քան թե Վրաստանում։ Ադրբեջանում նույն թիվը կազմել է 23000, այս բոլորով հանդերձ ռեսուրսով բանով Ադրբեջանը շեշտակի լավ չի ապրում Հայաստանից։ Սա ես ասում եմ ոչ թե նրա համար, որ Փաշյանի օրոք ենք սկսել լավ ապրել, Փաշյանի օրոք ունեցել ենք 44% տնտեսական աճ 7 տարում, որը անում է 5.15% միջին տարեկանը։ Սա ավելի ցածր է, քան թե երրորդ նախագահի, քան թե երկրորդ նախագահի օրոք, բայց այն նոմիներով աճ է եղել։ Հիմա մեկ շնչին ընկնող նաև 90 թվին մենք ավել ենք 7.7 անգամ, այսինքն 21840-ը բաժանեք 2645-ի։ Այսպիսի թիվ չկա։ Վրաստանը ավել է 4 անգամ, Հայաստանը 7.7, Բուլղարիան ավել է 5 անգամ, Ռուսաստանը 5.5 անգամ, Մոլդովան 2.5 անգամ, Ուկրաինան 4 անգամ։ Արա, Աստծուս մանանայեք ուզում, արա։ Արա, ով է լսել, որ Հայաստանը գանցնի, Բուլղարիան այսօր 37000-ը մեկ շնչին ընկնող հնան, Հայաստանը 21800, 22000, 1.5 անգամ ենք հետ։ Հələ հիշեք, Խորհրդային Միության տարիներին բոլորս ուզում ենք Բուլղարիա գնայինք տուրիստ, որ բաման առնեինք բերեինք։ Ինչ եք ուզում այս ծանր պայմաններում։ Եվ այդ հաջողությունների մեծ մասը եղել է առաջին 3 նախագահների օրոք։ 94 թվին Հայաստանը ունեցել է տնտեսական աճ 7%, առաջինը ԱՊՀ-ում, առաջինն ու միակը։ Այդ ժամանակ դեռևս Ադրբեջանի տնտեսությունը անկում էր, դրա համար ռազմաճակատում մենք հաղթում էինք։ Առաջին տնտեսական աճը Հեյդար Ալիևը ստացել է 1997 թվին։ Այս էլ ի պատասխան նրանց, ովքեր ասում են ռեֆորմները բացասական ազդեցին մեր վրա։ Որովհետև Հեյդար Ալիևը փորձում էր սովետական ձևերով կառավարել գործանը, ասենք Բաքվի կոնդիցիոներների գործանը, որ տենց էլ չկառավարվեց, քանդվեց ու տենց վերացավ։ Սա պիտի հասկանա, հիմա Ալեն Սիմոնյանի ասածը, սա բացարձակ ստախոս է։ Բացարձակ ստախոս։ Ալեն Սիմոնյան, մեր գնաճը 7 տարում, հիշի, ակաշջրի տողարա, եթե համարձակություն ունես, տղա ջան, զանգի Պետրոս Ղազարյանին, եթե քեզ իրավունք տվել են Պետրոս Ղազարյանի խոսելու, եթե նա հեռախոս կվերցնի, Պետրոս Ղազարյանն ասել նկատել եմ հմեկում աշխատող Ժաննայի ամուսնու։ Զանգի եւ ասա, Պետրոս Ղազարյան, ես ուզում եմ Հրանտ Բագրատյանի հետ կամ բանավիճ եմ լավ ապրելու շուրջը։ Ես հրավիրում եմ քեզ բանավիճի, վարչապետը չի գալիս։ Ուրեմն բարեկամս, հիշի։ Միջին կենսաթոշակը 17 թվի 40600 դրամից դարել է 49000 դրամ։ 49000-ը 40-ից ինչքան ավել 18%, գնաճն եղել է 25%։ Այսինքն բնակչության 500 իսկ թոշակառները 500,000 մարդ են։ Բնակչության 25%-ն է։ 25%-ը որ նախդիչել է, չէ՞։ Պարոն Սիմոնյան։ Հաջորդը երկու ուրիշ սեկտոր էլ կա, պետական ոլորտում իրական աշխատավարձները, այո, բարձրացել են, մոտարապես 15% իրական, նոմինալը հանած, բայց այս պետական սեկտորում իրական աշխատավարձը փորձենք մաքրել ձեր տված պրեմիաներից, որ դուք տալիս եք ԿՊԱ-ականներին, մեկ էլ կարող է հանրապետություն կուսակցությանը տակ, նայել է ԿՊ-ի բանով, կամ են եվրոպամետներին տակ և այլն, սովորաբար, եթե ամբողջ աշխատավարձը բաժանեն պետական սեկտորում աշխատողների վրա, ապա կստացվի այն, ինչը կոչվում է միջին ջերմաստիճանը հիվանդանոցում։ Դա սխալ է, հասկանում ես, Ալեն Սիմոնյան։ Գնանք մասնավոր սեկտոր, այո, այստեղ աճ կա, մոտարապես 20% աշխատավարձն ավելի են աճել, քան թե գները։ Այսինքն, եթե գներն աճել են 7 տարում 25%, 25 ամբողջ ինչքան տոկոսը, ապա այստեղ աշխատավարձն աճել են 45%, 45 հանած 20%։ Այսինքն, մենք չունենք, հիմա Ալեն Սիմոնյան, դուք եք տպում ես թվերը։ Եթե ձեր մոտ լավ եք ապրում, աղքատությունը պիտի իջնի, չէ, երիտասարդ,
Կարծեմ երիտասարդ մարդ եք։ Ես երբեք չեմ տեսել երիտասարդ եւ մտածելու անընդունակ մեկը ոնց որ դուք եք։ Աղքատությունը որ պիտի իշնի, եղբայր, ինչա ձեր մոտ աղքատությունը 24.5%-ից 7 տարի, իջել 23.7%-ի։ Մի տոկոս էլ չեք կարողացել իջեցնել։ Ինչի է ձեզ մոտ ծայրահեղ աղքատությունը, երբ որ մարդը վաբշե հաց ուտելու փող չունի, 1.5%-ից դառնում 1.9%։ Ձեր տպած թվերն են, եղբայր։ Ես կարող չեմ քո երեսին տեսնելու։ Ոչ տղա ես ասա ես Բագրատյանի հետ գալիս եմ։ Դե լավ անհարմար բան եք ասում, հիմա պիտի գնաք այդ։ Չէ, բայց պիտի ասեմ։ Չեն հասկանում։ Մի րոպե։ Դες բաներ մի ասեք։ Հայաստանի բնակչության 50%-ի համար հասանելի է միայն հմեկը։ Այո։ 45-50-ի համար։ Այո, դե դրա համար էլ երկիր մեդիանու երկուսը փակեցին։ Այո։ 50%-ի համար հասանելի է։ Մենք հասանելի չենք, իրենք են, այո։ Եվ իրենք այս աշխատում են դրանց վրա։ Ես այն օրը Շամշադին օրինակ եմ բերել ինչ որ մարդիկ նեղացան։ Ինչի՞ ձեզ չի կանչում։ Ով։ Դիմել եմ։ Մեկը։ Դիմել եմ։ Մեկը ինչի՞ չի կանչում։ Ես փող եմ տալի, չէ, հարկ եմ տալի, իրանցից շատ։ Շատ հարկ եմ տալի պետության բյուջեին, հա։ Չեն կանչում։ Կդնամակ են նույնիսկ գրել։ Անցի չեն կանչում նույնիսկ այս սահմանազատումը բացատրեմ, որը ժողովուրդը մեկը բավական է 3 անգամ ես հնարավորություն ունեմ խոսել, ժողովուրդը լրիվ կհեղափոխվի։ Մեկը ես հասանելի եմ ժողովրդին։ Մեկը ես անում եմ ամեն ինչ, որ հասանելի լինի իմ ասածը։ Բայց մեր հնարավորությունները օրինակ այն օրը ասել էի Շամշադինում չեն լսում ինձ, ոմանք նեղացել էին, թե տունը ես լսում եմ, ես գրելի աղբեր ջան, ես քեզ ճանաչում եմ, ինտերնետում, կոմպյուտերում, YouTube-ում, հա, կարող է լսել ես։ Բայց արի համաձայնեք Մեզ էլ չեն լսում, ինչ որ գյուղերում, բաներում մի շարք մարզերի չեն լսում։ Այո։ Հիմա այնպես որ ես հիմա ես թքած ունեմ այդ նույն Համեկի Պետրոսի եւ մյուսների վրա կներեք, թքած ունեմ։ Բայց ես ասում եմ նույն համար իմ ժողովրդի համար, որ իմ ժողովուրդը կորելա դեզինֆորմացիայի մեջ։ Չէ, կամ էլ հնարավորություն տվեք Դեզինֆորմացիա երկուսի երկիր մեդիայի, ոնց որ նախկինում կան, կամ այդ հնարավորությունը տվեք։ Հա։ Իրանք ոչ մի բան չունեն, վերացնելու են այս ամեն ինչը։ Եկել եք որ հիմա էլ Հայաստանը վերացնենք։ Միակ ձեր շանսը Հայաստանն է, ժողովուրդը պիտի հասկանա։ Եթե Հայաստանը մնա, շուտ ուշ, չգիտեմ, որ ընտրությունների որ ցիկլը։ Այսօր իրանցից մեկ է Վահագն Ալեքսանյանը խոսել է, հիմա իբրև նոր թեմա է գցում, իր ներքնաշորերի թեման վերջացավ, որ ներքնաշոր եմ եղել ամբողջ կյանքում։ Հիմա էլ այսօր ասում է, տեսակ, ընդդիմությունը էլ չի խոսում Արցախից, չի խոսում Կարսից, իրենք վերջապես հասկացան, որ իրական բան Հայաստան կա, էլի, որտեղ իրենք այդ չաղ անձնավորության ուզում եմ հետևելն ասել։ Մի րոպե թող ես վերջացնեմ, էլի։ Տղեկ, շուտ ուշ գալու են ձեր հետևից։ Ուրեմն ձեր միակ շանսը Հայաստանը վերացնելն է։ Ով էլ մնա Հայաստանում ձեր կամ ձեր երեխաներին բան է հաշիվ է պահանջելու երեխաներից, ձեզանից։ Ինչ վերաբերում է այդ չաղ անձնավորությանը, ապա բանան ենք, տղա ջան, մենք նույնիսկ մտածում ենք ոնց ենք անելու, որ Արցախը հետ ստանանք։ Մենք գիտենք, որ քո նման ստահակներն են այդ ամեն ինչը տվել։ Հիմա էլ ասում ես Խարսից չի խոսում, Արցախից չի խոսում։ Ով չի խոսում։ Որովհետև պարզ պիտի բացատրել, այսօր դուք կանգնեցրել եք։ Մեր ժողովուրդը պարբերաբար Հայաստանը կործանելու եզրին եք եւ դրա համար են խոսում։ Հայաստանը կործանում, դուք հանձնում։ Հատարհատ հանձնում են, հələ նրա բանը նայի, նա կորցրել է մեծ տրադիցիոն, քիչ թե շատ պատմության մեջ պաշտպանել են Ռուսաստանը եւ Իրանը։ Այսօր իրանք ջնջում են այդ հարաբերությունները Իրանի հետ։ Բարեբախտաբար Իրանը հույս ունենամ լեզու գտնի Միացյալ Նահանգների հետ եւ արդեն դեպի Իրան մեր գործողությունները բանանին, ինտենսիվանան, հնարավորությունները մեծանան։ Մի հատ ճանապարհ կար դեպի Իրան, հանձնել եք, ինչ եք հանձնել։ Բեր չեն կարող բերեն, կա ինքեր Իրանից բեր չեն կարողանում բերել։ Իրանը բացել է Բանդարաբաս նավահանգիստը, որ բեռները ընտանիք Չինաստանից, Հնդկաստանից կամ Բանդարաբաս, ընդից ավտոն բարձեն ու գան Հայաստան։ Տվեցիք այդ ճանապարհը Ադրբեջանին։ Երկրորդ ճանապարհը իբր Հալիձորով կառուցել եք, դա ճանապարհ չէ։ Դա հեծանվով չես անցնում։ Ոտքով չես կարողանում անցնել։ Նոր ուզում եք, չգիտեմ, ճանապարհ կառուցել։ Այդ ամեն ինչը տալուց հետո էլ անգամ Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության գծերի բացման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է։ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտականությունները, ասել է Ադրբեջանի արտգործ նախարարը։ Ոչ մի պարտականություն Հայաստանը չունի։ Թող հենց ասեն չունեն, քիչ են ասում։ Հայաստանը Ադրբեջանի ոչինչ թղթերի վրա մեզ հայտնի չի որ խոսքա տվել։ Մենք ոչ մի միջանց տալու
թուղթ չենք ստորագրել։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որ անխոչնդոտ ճանապարհ պիտան, դա միջանց չի, բայց առաջի 8 կետը նոյեմբերի 9-ի հայտարարության Ադրբեջանը խախտել է, Լաչինի կայդորն էլ փակել։ Ստեղ ենք մենք ասում, թող Հայաստանը դուրս գա նոյեմբերի 9-ից։ Ինչ եք դուրս գալիս։ Վահագն Ալեքսանյան, Նիկոլ Փաշյան, Ալեն Սիմոնյան։ Ինչ եք դուրս գալիս։ Մնացել է մի կետ։ Եվ նա արտգործնախարարը այսպեսի այս սուտը ասում է ոչ միայն սեփական լսարանի, այլ այսօր գնում է Հայաստանի բնակչությանը ադրբեջանականացնելու բաները աշխատանքը։ Իմիջիայլոց սահմանային գյուղերի հայաթափան խայտարակ թվեր, գյուղերից 7000, 5000, մարզերից 20000, 50000 խայտարակ արտագաղթ է, այսինքն ամեն ինչ միգրացիա, ամեն ինչ անում է, որ այսպես։ Բայց Անժելա, քո մոտ չենք խոսել։ Ասենք Վահագն Ալեքսանյանը կամ մեկ ուրիշը, սա պայմանական եմ ասում, շենք են կառուցում 18 հարկանի Երևանում։ Շենքը կառուցում են նախ առանց գարաժների ստորգետնա, որ շենքի դեմը մի 10 մեքենայի տեղ կա, բայց շենքում իհարկե ապրելու է 1000 մարդ, այդ 1000 մարդը առնվազն 600 հատ մեքենա է ունենալու։ Շենքը ունի կոմունալ կանալիզացիա կոչվածը։ Այսօր բոլորը հասկանում են, քիչ թե շատ 5 շենքերում կան։ Այս հեղեղները դրա համար են, երեխեք են արդեն հեղեղներով կորում եւ այլ։ Հաջորդը։ Բայց այս շենքի շահառուն ով է։ Լավ, առաջի շենքերը նրանք էին Երևանի բնակիչների, որոնք չունեին տուն, բայց բոլորն էլ համաձայն են եկամտարկի զեղչի հաշվին կառուցել ունենալ բնակարան։ Մենք ձեզ ասել ենք, այս մի արեք։ Այդ հիպոթեկա ասել ենք մի ծավալեք։ Մենք ձեզ ասել ենք հիպոթեկը մի ծավալեք, որովհետև ստիպված եք լինելու գյուղերից մյուղերից ժողովուրդին բերել։ Գրում են գյուղ, ասում են, այս գյուղում տանջալից է, չէ՞ կյանքը, ասում է, հա դե այնքան էլ հեշտ չի։ Դե արի քաղաք մի հատ բնակարան ստացել։ Բայց դուք եք անում։ Փաշյան Նիկոլն է սա անում, որովհետև Փաշյան Նիկոլը, ինչպես ասացի, լրիվ անցել Ադրբեջանի կողմը, դարել Ադրբեջանի շահերը ներկայացնող եւ Ադրբեջանից ու Թուրքիայից հրանք ստացել կենտրոնացնել Հայաստանի բնակչությունը մի քանի բնակավայրերում ու հատկապես մայրաքաղաք Երևանում։ Այն հաշվով, որ երբ որ Սյունիքը տանք, Նիկոլ Փաշյանը պարլամենտում հայտարարել, դե մեզ ինչ էր պետք, որ այնտեղ մարդ չերել ապրում։ Դուք սա եք անում, սա մտածված քաղաքականությունում հեզել հիմարի տեղ մի դրեք։ Բայց միևնույնն է, մենք խախտենք։ Ժողովուրդը քաղաքտի, հայ ժողովուրդը մեծագույն ճգնաժամ մեջ ապրել, որովհետև մեծագույն սխալ է կատարել ընտրելով Նիկոլ Փաշյանի, խաբել է Նիկոլ Փաշյանի ժողովրդին։ Հիմա էլ եկել ասում են Ղարսը չենք հիշում, տղա ջան, շատ լավ էլ հիշում ենք Ղարսը։ Եվ քո նման ոչնչությունները, ոչ Արցախը չեք հիշում, քո նման ոչնչությունները չեն բարեբախտաբար, որ հա, որ առաջնորդ պետք է առաջնորդեն այս ազգին։